Սիրելի հետևորդներ, այսօր եկել եմ բիբարի ջերմոտուն, ինչպես տեսնում եք, մեր բիբարները լավ վիճակում են, այս ցուրտ օրերը հիանալի անցել են, տաքացվել է ջերմոցը, ինչ են կատարել այս ընթացքում, համարյա մոտավորապես անցել է 1 ամիսից մի քիչ, եթե հետևում եք տեսանյութերին կարող եք տեսնել, ինչ են կարել այս ընթացքում ջրվել է, հետո տրվել է փխրեցման աշխատանքներ, քախան փխրեցման աշխատանքներ են կատարվել, ինչպես տեսնում եք, ահա, սրանք 3 են արվել։ Հիշում եք, սիրելի հետևորդներ, ձեզ երբ ասում էի, որ անպայման տնկելուց ուշադիր եղեք, որ շաքիլատերևները մնան հողի մակերևույթին։ Այսպիսի խնդիրներից խուսափելու համար է։ Սա շատ կարևոր է, որպեսզի նման խնդիրներ չառաջանան, սկսվում է փտման պրոցեսը այս ներքևի հատվածից, եթե շաքիլատերևները ամբողջությամբ հողի մեջ են լինում։ Դրա համար տնկում ենք մինչև շաքիլատերևները։ Իհարկե լինում են դեպքեր, որ պատահաբար կարող է 1-2 այդպես տնկվել, բայց իմացեք, որ այսպիսի խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Տեսեք, առաջին փուլով փխրեցման աշխատանքները կատարվում է, այսպես ասած, տեղացիներն ասում են, թաց փխրեցում ենք տալիս, դրանից հետո տրվելու է նաև չոր փխրեցումը։ Չի ջրվելու այնքան ժամանակ, մինչև որ կտրվի չոր փխրեցման աշխատանքները, երկրորդ չագուչը իրենք այդպես են ասում, երկրորդ չագուչը կտան, երկրորդ փխրեցումը։ Ու նոր դրանից հետո կսպասեն մի քանի օր, նոր կջրեն։ Դա օգնում է բույսին, որ շատ ավելի լավ ինքը շնչի, ավելի լավ կարողանա արմատային համակարգը աշխատել։ Եթե բույսերի վրա կտեսնեք այս շրջանում, որ փոքր արդեն բերքը բռնել է ու բույսերն էլ այս չափի են, ապա անպայման կարող եք այդ բերքերը պոկել, որովհետև դա վնասելու է բույսին, չի թողելու, որ բույսը առողջ փարթամ քոլեր ձևավորի։ Ահա, սիրելի հետևորդներ, ամբողջ բույսերը կարող եք տեսնել, ուրեմն չոր չագուչը տալուց հետո էլ կսպասեք այնքան ժամանակ, մինչև բույսերը կթառամեն, նոր դրանից հետո կջրեք։ Ահա, փխրեցումը այսպես է կատարվում։ Հետո կաթիլային շլանգները նորից հետ են տեղափոխվում իրենց տեղերը, հետ են տարվում իրենց տեղերը։ Կարևոր է, որ փխրեցում անելուց կաթիլային շլանգները բարձրացնել կամ տեղափոխել, որպեսզի շլանգները չկտրեն։ Այսպես, սիրելի հետևորդներ։ Դեռ քանի որ եւս 1 չագուչ պիտի տրվի, շլանգները կմնան այստեղ, մինչև չոր փխրեցումն էլ ավարտվի։ Դե ինչ, այսքան է, սիրելի հետևորդներ, դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Ձեր բաժանորդագրությունները օգնում են մեզ, որպեսզի ավելի շատ տեսանյութեր կարողանանք տեղադրել մեր էջում եւ ավելի շատ բանջարաբոստանային կուլտուրաների մասին կարողանանք ձեզ պատմել։ Այսքանը, դե ինչ, կհանդիպենք։